Բարև ձեզ հարգելի պացիենտներ և պացիենտների հիվանդների հարազատներ, շնորհավորում եմ ձեր տոները անցած, տարին չէի ուզի սկսել այս տեսակ լուրով, բայց կարևոր է, որովհետև բազմաթիվ մարդկանց է թեման հետաքրքրում, խոսքը կոլխիցինի դեֆիցիտի մասին է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կոլխիցին են ստանում, հիմա կանգնել են մի փաստի առաջ, որ այն հիմնական կոլխիցինը, ֆրանսիականը դե արդեն ահագին ժամանակ է դեֆիցիտով է, իտալականը դեֆիցիտով է, անգլիական դեֆիցիտով է, և միայն հայկական տարբերակն է, որ կա ապտեկաներում։ Ըստ պացիենտների գիտական հետազոտություններ չկան այս տեսանկյունից, ըստ պացիենտների արձագանքների հայկական կոլխիցինի և այդ ֆրանսիական կամ իտալական կոլխիցինի տարբերությունը արդյունավետության առումով էական էր, թեև շատ պացիենտներ կան, ովքեր հենց հայկական կոլխիցին են ընդունում և շատ գոհ են արդյունքից։ Բայց պացիենտներ կան, որոնք նույնիսկ Հայաստանում վաճառվող օրինակ այդ ֆրանսիական կոլխիցին կոչվածը, որը պարտադիր չի, որ Ֆրանսիայում արտադրված լիներ, այդ ֆրանսիական կոլխիցին կոչվածը օրինակ Ֆրանսիայից ուղարկած և Հայաստանում պացիենտներ կան, որոնց վրա տարբերություններ տալի, այսինքն ավելի արդյունավետ էր հենց Ֆրանսիայից ուղարկած, ինչու որտեղ նույն դեղաչափի պայմաններում, ասենք 1-1.5 միլիգրամ կամ չգիտեմ նույնիսկ 2 միլիգրամ օգտագործման դեպքում ֆրանսիականը օգտագործելուց մի քանի ամսվա կտրվածքով չէին լինում նոպաներ, այստեղից առած ֆրանսիականը, այսինքն այստեղի համար արտադրվածը կոպիտ ասած տալիս էր տարբերություն արդյունավետության մեջ, բայց հիմա կանգնել ենք փաստի առաջ, շուկայում, ապտեկաներում միայն ուրեմն հայկական կոլխիցին է մնացել, երեկ ինձ բազմաթիվ զանգեր ա եղել այս թեմայով, այսօր շարունակվում է նամակներ ու զանգեր պացիենտների կողմից, այս տեղեկությունը տալիս եմ ինչի համար, հեսա մի քանի փուլով ասեմ։ Ուրեմն սկզբում ես կարծեցի, որ միգուցե Վրաստանում լինի և Վրաստանից կարողանան ձեռք բերել, բայց կապվեցի Ախալքալակ, այնտեղի կենտրոնական դեղատուն, համենայնիվս ցենտրալ դեղատուն այդպես էր գրած, կապվեցի այնտեղ և հենց ովքեր որ այդ դեղը բերում էին, հենց Ախալքալակ, ինչու Ախալքալակ և ոչ Թիֆլիս, որովհետև Ախալքալակում հայությունը հիմնականում հայությունը, բացառապես հայեր են, այսպես ասած չհաշված հատուկ են այլ ազգերի ներկայացուցիչներ, և այնտեղ կոլխիցինը բնականաբար պարբերական հիվանդության հետ կապված պետք է որ շատ օգտագործվի, և այնտեղ էլ չկա։ Ավելին նրանք ովքեր ներմուծում են, հեռախոսով եմ խոսել, անձամբ չեմ ճանաչում, բայց այդ դեղատունը ես գիտեմ էլի Ախալքալակում, ինքը շատ հարգի և ճանաչված դեղատուն է։ Դեղատունը, որը հիմա դեղատնային ցանցի կազմի մեջ էր համարը գրած, ուրեմն ասեցին, որ չեն ներմուծում ընդհանրապես, այսինքն չկա նաև Ախալքալակում և Թիֆլիսում, և ուզեցել են, այսպես ասած, մեծածախ գնում անել և չի ստացվել։ Այսինքն այստեղ էլ ունենք պրոբլեմ, Վրաստանից էլ չեն կարող բերել ըստ նախնական տվյալների, եթե բան փոխվի, ես անպայման տեղյակ կպահեմ։ Արդյունքում գալի կանգնում ենք ինչի վրա, հարգելիներս ուզած-չուզած պետք է օգտագործենք հայկական տարբերակը։ Արդյունավետությունը շատ է, քիչ է, պետք է արդեն հարցի երկրորդական կողմն է, ավելի լավ է հայկական տարբերակը, քան թե ընդհանրապես չօգտագործել։ Եվ եթե հնարավորություն ունեք, ապա պիտի Եվրոպայից, Եվրամիության երկրներից, եթե կարողանան գտնել, որտեղ ասում են նաև Ռուսաստանում է խիստ դեֆիցիտ, այսինքն եթե կարողանան Եվրոպայից ուղարկել, հնարավոր է հնդկական և պարսկական տարբերակներ, բայց կարծում եմ նրանք, ավելի ճիշտ ոչ թե կարծում եմ, չեմ կարող ասել, թե դրանք ինչքանով ավելի լավը կլինեն, քան հայկական կոլխիցինը։ Միանգամից մի բան ասեմ, ես ժամանակին դեղատոմսերի վրա որոշ դեղեր նշանակելիս, օրինակ ամիտրիպսիլին և կոլխիցին նշանակելիս գրում էի, որ հայկականը չվերցնել, տեղականը չվերցնել, որովհետև էլի եմ ասում, պացիենտների արձագանքից ելնելով դրանք
կարծում եի, որ այնքան էլ արդյունավետ չեն, ինչքան որ ոչ տեղական արտադրանքը։ Դեռ արտադրողների միությունը, եթե չեմ սխալվում, ինչպես էր կոչվում, համենայնպես մի ասոցիացիա, դրա համար նախարարություն բողոք էր գրել, իմ հետևից եկան այդ ուրեմն գրառմանս համար, սկսեցին в общем ստուգումներ եւ այլն, թե դու քանի գլուխ ունես, որ ասում ես, որ տեղականը չվերցնեն։ Իրանք ճիշտ էին այնքանով, որ ես պետք է հատուկ նշեմ, որ այ կոնկրետ այս դեղը, բայց էդ էլ նշելու իրավունք չունեմ, որովհետև իրավունք չունեմ։ Դրա համար հիմա կրկնում եմ, որպեսզի այդ նույն ժողովուրդը ինձ դատի չտա այս խոսքերիս համար, ես առաջնորդվում եմ հանրային գերակաշահով, ես պացիենտների առողջության համար աշխատող մարդ եմ, ինձ միևնույն է, թե ինչ դեղ են առնում որտեղից, դուք էլ լավ գիտեք, որ հատկապես կոլխիցին այն դեղը չի, որ դրա մեջ ինչ-որ մեկը ինչ-որ օգուտ ունենա, չնայած ինչ դեղ էլ լինի, ես իմ աշխատանքով բավականաչափ վաստակում եմ, որպեսզի աչքս չդնեմ կողմնակի եւ զարտուղի ճանապարհների վրա, համենայնպես ասում կրկնում եմ, երբ որ ինձ դատի տալու կլինեք, հիշեք, ես պացիենտների արձագանքի վրա եմ հիմնվում, գիտական հետազոտություններ, ստատիստիկա չեմ արել։ Եվ հիմա ելի եմ ասում, մենք ուզած-չուզած հարգելի ժողովուրդ պետք է անցնենք հայկական կոլխիցնին։ Եթե ամսվա վերջ կլինի, լավ, շատ լավ։ Այո, բոլոր երկրներում, թե Եվրոպայում, թե աշխարհի որևէ երկրում այդ դեղի վրա գրած է կոլխիցին։ Եթե ֆիրմային անունը տարբեր է, օրինակ ռուսական կար կոլխիկում, ապա միևնույնն է, փոքր տառերով նշած է կոլխիցին, դեղի անունը կոլխիցին է, բժշկական անունը դրա կոլխիցին է։ Ինչ եմ ուզում ասել նաև մեր առողջապահության նախարարությանը, հարգելի պատկան մարմիններ, տիկնայք եւ պարոնայք, սենց խնդիր կա։ Այս հարցը պետքա լուծվի, եթե մասնավորը շուկան չի կարող այս հարցը լուծի, շուկան ուզում է վաճառի, գնորդն էլ ուզում է գնի։ Ինչու՞մ է խնդրեմը։ Խնդրեմը մենակ կարա քաղաքական լինի։ Այնպես որ խնդրում եմ այս հարցը լուծեք։ Սա արդեն ձեր գործելու տիրույթում է։ Որտեւ կամ դուք կարաք ասեք, դե մենք տեղական ունենք եւ այլ, հասկացա, միգուցե եւ պացիենտների մի զգալի մասին տեղականը լիովին բավարարի, բայց արդյոք դա կբավարարի այն մնացած մասին, ում իրոք պետքա որ լինի շատ բարձր որակի արտադրանք, շատ բարձր որակի։ Սա այսպես եւ մի նրբություն էլ ասեմ, կա ֆրանսիականը մոտավորապես մի 10,000 դրամ տուփը, 20 հատը 10,000 դրամ, այսինքն հատը մոտ 500 դրամի կարգի, դա 2-3 անգամ ավելի թանկ է, քան նախկինում եղել է ֆրանսիականը, բայց ինչ որ կա եւ եթե լավ մանգակ ժողովուրդ ջան, միգուցե այսպիսի բան գտնեք։ Եթե լավ մանգակ միգուցե գտնեք, եթե ասեմ որ կա, այսինքն եթե ձեզ համար օրը 500 դրամը, ճիշտ եմ ասում, չէ՞։ Եթե օրը 500 դրամը այդ դեղի համար մի հատիկ եք եթե խմում, ոչ թե 1.5 կամ 2, եթե օրը 500 դրամը ձեզ համար խնդիր չի, ապա կա այդ տարբերակը եւ կարաք նաեւ օգտվեք այդ տարբերակից։ Այս պահի համար այսքանը, այս կոմենկոմ շատ մի ինգեք, եթե ման չեք գալիս այդ օրը 500 դրամ կամ օրը միգուցե 600 դրամ կամ 450 դրամ, մի տաբլետկան այդքան է կանգնում էլի։ Եթե մի տաբլետկան 450-ից 600 դրամի տիրույթում ձեզ հարմար է, կարող եք լավ մանգալ ու գտնել։ Եթե դա խնդիր է, ապա անցեք հայկական տարբերակին, փորձեք հայկական օգտագործել, միգուցե իրոք ձեզ լրիվ բավարարի դա, լրիվ բավարարի։ Առողջապահության նախարարությանն էլ խնդրում եմ այս քաղաքական արդեն դաշտում հայտնված խնդիրը լուծեն, թեև ինչքան լուծել են Վրաստանով Ռուսաստան բեռնափոխադրումների պրոբկեքի հարցը կամ այն սահմանին տեղի ունեցող ռեկետի հարցը, մաքսային ռեկետի հարցը, որ վարորդների գլխին կախված է, կարծում եմ այդքանով էլ այս հարցը կլուծեն, բայց համենայն դեպս կարծում եմ մերոնք ավելի լավն են, քան մնացած նախարարությունները, որովհետև վերջին հաշվով
բժիշկներ են աշխատում ու իրանց բարոյականն ու սկզբունքայնությունը մի փոքր այլ է։ Իրանք կարողանան սեղմել վերադաս իշխանություններին, ովքեր բժիշկներ չեն, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն ու սենց չի կարա լինի Հայաստանի պես երկրում։ Հայաստանում սենց բան չի կարա լինի, կոլխիցինի դեֆիցիտ Հայաստանում դա մի տեսակ մի փոքր խայտառակություն է։ Տարին չէր կարելի սենց սկսել, մանավանդ այդ ապահովագրական ծրագրի աղմկոտ այդ տենց թմբկահարված բանը գործարկումով մուտքով։ Ապահովագրական ծրագրին հետևում եմ, կփորձեմ հասկանալ որքանով արդյունավետ, ինչ լավ կողմեր կան, ինչ խնդիրներ կան եւ կարձագանքեմ, երբ որ այդ ծրագրի մասին ավելի ամբողջական պատկերացում կազմեմ։ Նո թերևս այսքանը։ Շնորհակալություն, ելի կապի մեջ կլինեմ, ժողովուրդ ջան, այս հարցով կանդրադառնամ, եթե ինչ որ խնդիրներ կան կամ ինչ որ հարցեր կան, խնդրեմ գրեք, արագ չեմ պատասխանելու, միգուցե 1-2 օրվա ընթացքում արձագանքեմ, որովհետև բան այսպես ասած այդ նամակների բաժինը հաճախ չեմ ուրեմն ստուգում, բայց 1-2 օրվա ընթացքում կպատասխանեմ։ Երևի այսքանը, շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ, միշտ նոր հանդիպում։ Մի 2 օրից քաղաքական արդեն խոսքով հանդես կգամ, համատեղելով քաղաքականությունն ու բժշկությունը, համատեղելու եմ, շնորհակալություն, ցտեսություն։